Հալելույա, իրականում հրաշալի էր նման փառաբանության մեջ մտածում ես արժի քարոզեմ ընդհանրապես արժի ինչ-որ բան ասել ոնց որ հիշում եք Պետրոսը Հիսուսին երբ որ բարձացան Սարը ասեց արի Տեր 3 հատ վրան 3 հատ պալատ կա ստեղ սարքենք ու մնանք ստե մեր համար էլ մոռացել էր ընդ աշակերտների մնացածը սպասում են ներքևում ինչ-որ գործեր կա բաներ կա Այո, երբ որ Աստծո ներկայությունը գալիս է, երբեմն ամեն բան իր կարևորությունը կորցնում է, ուզում ես մենակ մնաս, վայելես, երկրպագես եւ փառք Տիրոջը, նույնպես մեր փառաբանության խմբի համար շարունակեք գնալ, բարձրանալ այդ օծության մեջ, ներկայության մեջ, ամեն, հալելույա։ Փառք մեր Աստծուն, գիտեք, սիրելի եկեղեցի Աստծո ժողովուրդ, Աստված մեզ ստեղծեց, ամեն մեկի ստեղծեց, որպիսի մենք նրա մասնիկը լինենք։ Աստված հենց այդ մտքով, այդ սրտով մեզ ստեղծեց, որպիսի ես ու դու նրա մասնիկը լինենք։ Նրանից դուրս եկած, նա իրանից մեզ դուրս անեց, նա իր հոգին փչեց մարդու մեջ, իր պատկերը դրեց մարդու մեջ, իր կերպարանքը դրեց մարդու մեջ, այսինքն, երբ որ Աստված մարդուն ստեղծում էր, մեզ ստեղծում էր, Աստված իրանից ինչ-որ բան կարծես վերցրեց, կտրեց եւ դրեց մեր մեջ։ Նա ուղակի ինչ-որ ստեղծագործություն չարեց դիզայնի համար ու ասեց, դե լավ, արի բան չկա անելու, մի հատ էլ ինչ-որ մի հատ տեսակ, հրեշտակները կան, լավ է, արի մի հատ էլ սենց ուրիշ տեսակի մի բան ստեղծեմ, կկոչվի մարդ, ոչ Աստված իրանից ինչ-որ բան վերցրեց ու դրեց մարդու մեջ։ Եվ Աստված ստեղծեց մեզ փոխհարաբերություն ունենալու իր հետ, կապ ունենալու իր հետ, իր մեջ լինելու եւ ինքը մեր մեջ լինելու։ Աստված մեզ ստեղծեց, որպիսի մենք երկրպագողներ լինենք իրան, որ մենք երկրպագենք եւ Հիսուսը հաստատում է սա Հովանես Ավետարան 4-րդ գլխում ասում է Աստված ուզում է երկրպագողներ, որպիսի ամեն մեկը նրան երկրպագեն հոգով եւ ճշմարտությունով, ամեն եւ 5 տականում մենք տեսնում ենք քո Տեր Աստծուն միայն երկրպագես, ուրիշ աստվածներ չունենաս, ուրիշ պաշտամունքներ չունենաս, ես եմ միակը, քո Տեր Աստվածը եւ միակ քո Տեր Աստծուն երկրպագես։ Մենք տեսնում ենք, որ երկրպագությունը ինչքան կարևոր դեր ունի, որտեղ Աստված ստեղծեց մեզ դրա համար։ Ամեն։ Եվ գիտես, Աստված ձկներին ստեղծեց ջրում լինելու համար, թռչուններին ստեղծեց երկնքում լինելու համար, մարդուն ստեղծեց Աստծո ներկայության մեջ լինելու համար։ Քո իսկական տեղը, իսկական մթնոլորտը, տարածքը, որտեղ որ ես ու դու պետքա լինենք, դա նրա ներկայությունն է, որի մեջ որ մենք մտնում ենք նրան երկրպագելով։ Հալելույա, Աստվածաշունչը խոսում է շատ երկրպագության մասին սիրելիներ, եւ գիտեք, Աստծուն պաշտելու, երկրպագելու կարծես բազմազան լիքը ճանապարհներ կան։ Մենք ամեն մեկս տարբեր կերպերով կարող ենք Աստծուն երկրպագել։ Դրանցից մեկը նա է, որ մենք հենց Հիսուսին հավատում ենք, Հիսուսին ընդունել ենք, Հիսուսին հետևում ենք, սա արդեն երկրպագություն է Աստծուն, որտեվ Հիսուսն ասում էր ինձ ընդունողը Հորն է ընդունում, ինձ պատվողը Հորն է պատվում։ Ամեն, եւ մի ուրիշ տեղ ասում է, երբ որ հարցրեցին Աստծին, ո՞րն է Աստծո կամքը, ո՞րն են Աստծո գործերը, Հիսուսն ասեց, որ հավատաք նրան, ում որ Հայրը ուղարկեց։ Այսինքն Հիսուսին հավատալը, ընդունելը, հետևելը, սա երկրպագություն է Հորը, սա երկրպագություն է Աստծուն։ Մենք երկրպագում ենք Աստծուն ապրելով նրա խոսքի մեջ, կատարելով նրա խոսքը, փնտրելով նրա կամքը, երբ որ քո առօրյայի, քո կյանքի, քո ճանապարհների, քո որոշումների մեջ դու փնտրում ես Տիրոջ կամքը, դու ձգտում ես, Աստծո խոսքը կիրառել, կատարել, լինել այդ խոսքի մեջ, շարժվել այդ խոսքով, դու դրանով նույնպես երկրպագում ես նրան, որովհետև դու քո կյանքի մեջ արժեք ես դարձնում, իշխանություն ես դարձնում նրա խոսքը, դու բարձրացնում ես քո կյանքի մեջ նրա խոսքը, սա նույնպես երկրպագություն է նրան։ Աստվածային արժեքները, երբ որ քո կյանքի մեջ թույլ ես տալիս ձևավորվի եւ ձգտում ես այդ արժեքներով ապրելու, սա նույնպես երկրպագություն է Աստծուն։ Երբ որ դու ձգտում ես սիրո մեջ ապրելու, երբ որ դու ձգտում ես խաղաղության մեջ, արդարության, ճշմարտության մեջ, ներման մեջ, սա աստվածային արժեքներ է, ամեն, եւ երբ որ դու այս արժեքների մեջ ապրում ես, սա երկրպագություն է նրան։
Մենք նույնպես երկրպագում ենք հորը մեր խոսքով, ամեն, մեր շուրթերի դավանությունով, Աստծո խոսքը ասում է ձեր շուրթերի պտուղներով, այսինքն մեր սրտից ու մեր շուրթերից դուրս եկած խոսքով մենք երկրպագում ենք, դավանում ենք, հռչակում ենք, որ նայա մեր Աստվածը, նայա մեր պաշտամունքը, նայա մեր ամենը, մեր սկիզբը, մեր վերջը, մեր կյանքը, սա երկրպագություն է, երբ որ սրտիդ ներսից, հոգուտ ներսից դու արտաբերում ես այս խոսքերը, հռչակում ես, դավանում ես այս խոսքերը, ամեն, սա երկրպագություն, այսինքն խոսքով ենք նույնպես երկրպագում։ Մենք երկրպագում ենք Տիրոջը նույնպես երգով, երաժշտությունով, ինչպես որ մենք քիչ առաջ անում էինք եւ հրաշալի էր նրա ներկայությունը։ Եվ այսօր ուզում եմ կանգ առնեմ այս վերջինի վրա, երգի, երաժշտության վրա։ Ես շարունակում եմ իմ ուսմունքային, ես ասել էի, գիտեք, որ մենք մի քանի կիրակիներ արդեն ունենք ուսուցողական քարոզներ ուսմունքային եւ ես շարունակում եմ այս շարքը եւ այսօր մենք խոսելու ենք երկրպագություն, երգի, երաժշտության միջոցով։ Ինչի համար է այս ամեն ինչը կարեւոր։ Ինչի համար ենք երգով երկրպագում, ինչի համար ենք փառաբանում երգով Աստծուն, երկրպագում երգով, ինչի համար բոլոր եկեղեցիներում երգը, երաժշտությունը ընդհանրապես կա։ Ինչի համար է այս ամեն ինչը կարևոր սիրելիներ։ Գիտես, երբ որ նայում ես հին ժամանակներից, բոլոր կրոնները կարաք ուսումնասիրեք, բոլոր ինչ-որ հավատքները, որ եղել է այն հին դարերում անգամ, հա, բոլոր մինչև առ այսօր են ամենայն ջունգլի ցեղերում, աբորիգեն ցեղերը, եթե գնաք, դուք կտեսնեք այն պաշտամունքները, որ նրանց մեջ կա, երգը, երաժշտությունը, պարը, այդ ամեն ինչը շատ կարևոր դեր է ունեցել բոլոր կրոնների մեջ։ Հին դարերից եկած, մենք տեսնում ենք, որ ընդհանրապես երգը, երաժշտությունը ինչքան մեծ կարևորություն ունի մարդ արարածի կյանքում, այդպես է թե չէ։ Աշխարհի մեջ ինչքան կարևոր դեր ունի ընդհանրապես երգը, երաժշտությունը։ Մենք տեսնում ենք, որ շատ տարբեր առիթներով, իրադարձությունների մեջ սա գործածվում է։ Սա գործածվում է պետական ինչ-որ իրադարձություններում, հա, պետական, պաշտոնական կա, միշտ կա երգ, հիմներ, ինչ-որ երգեր, ինչ-որ բաներ, օգտագործվում է սպորտային միջոցառումների ժամանակ, օգտագործվում է մարդու կյանքի, ծնունդի, անգամ մահի ժամանակ, չգիտեմ, հարսանիքի ժամանակ, ամեն տեղ երգը ու երաժշտությունը օգտագործվում է։ Մեր առօրյայի մեջ մենք դրա մեջ ապրում ենք։ Եվ հետաքրքիր է, ես մտածում էի եւ ուղղակի հասկանալու ինչ մեծ կարևորություն ու դեր ունի ընդհանրապես երգը, երաժշտությունը մարդու կյանքում։ Պատկերացրեք, որ անգամ ինչքան դժվար կլիներ, տխուր կլիներ մարդու կյանքը, ընդհանրապես մարդկության, եթե երգը, երաժշտությունը գոյություն չունենար։ Գիտեք, այս ամեն ինչը Աստված ինքն է ստեղծել, որովհետև երկնքում մենք Աստվածաշունչը կարդալով ծանոթանում ենք ու տեսնում ենք, որ երկնքում նույնպես կա փառաբանություն, երկրպագություն, երկնքում կա երգ, երկնքում կան ձայներ, երգեցողություն կա։ Այս ամեն ինչը սկիզբ առել երկնքից եւ Աստված սա դրել է նույնպես երկրի վրա։ Եվ ուզում եմ քեզ ասեմ, որ երգը, սիրելիս, ուղղակի ինչ-որ նոտաներ չի, ուղղակի ինչ-որ ձայներ չեն միայն։ Երգը իր մեջ պարունակում է հոգևոր կարևոր մի բան, հոգևոր ուժ, հոգևոր մի էներգիա է պարունակում իր մեջ, որ իր ազդեցությունն է բերում մարդու հոգու, մարդու էմոցիաների, մարդու զգացմունքների, մարդու տրամադրության վրա, այդպես է թե չէ։ Հա, մենք բոլորս էսի վերապրել ենք ու գիտենք, ուղղակի երաժշտություն ու ինչ-որ դատարկ նոտաներ չի երգը, հոգևոր ինչ-որ բան է պարունակում։ Եվ դու կարաս երբեմն այդքան էլ մի երգ լսես ու այդ երգից տրամադրությունդ բարձանա, կամ մի երգ լսես հակառակը, այդ երգից տրամադրությունդ ընկնի։ Չէ, տարբեր ամեն երգ իր մեջ ինչ-որ մի հատ էներգիա, հոգևոր մի բան է պարունակում։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ էր մի վկայություն էի լսում, ամերիկացի մի սևամորթ տղա էր երիտասարդ, որ գանգստեր էր եղել եւ ապաշխարել էր, եւ նա պատմում էր ու ասում էր, երբ որ ես այդ կյանքի մեջ ապրում էի, երբ որ գնում էինք հարցեր լուծելու սենց խմբերով,
զենքերով ամեն ինչով գնում էինք եւ ասում եմ մեքենայի մեջ մենք շատ բարձր ասում եմ միացնում էինք ռեփ երաժշտությունը եւ այդ հայհոյանքներով, այդ ագրեսիվ, այդ իրա բանով եւ ասում եմ մենք ամբողջ ճանապարհին բարձր էդ էինք լսում ու ասում եմ երբ որ հասնում էինք տեղ այնքան ասում եմ ագրեսիվություն կար մեր ներսում, եթե ասում եմ մեր սեփական մորն էլ ասեին կրակի կկրակեինք այդ պահին։ Այսինքն այդքան ագրեսիվություն կար, որ այդ երգը մեզ տալիս էր այդ ճանապարհին։ Սա մի վկայություն էր, որ շատ տարիներ առաջ լսել էի եւ իրականում մենք բոլորս վերապրել ենք սա։ Դու մի ուրախ երգ ես լսում, տրամադրությունը տա բացում տխուր, հա, եղել է այն որ հայկական են մի քիչ դառը sense կլկլոցները միացնում ես, մի անգամից իշքան դարդ ու ցավ կա, sense հիշում ես, չէ՞։ Այն որ քո դարդ ու ցավն էլ չի, էտել ես հիշում, էտել է sense գալի կուտակվում քո վրա։ Մի անգամից տրամադրությունդ փոխվում է, աշխարհի բեռն ու հոգսը ոնց որ քեզ են տվել։ Կա տենց բան, թե չէ։ Այսինքն ամեն երկ իր մեջ ինչ որ բան պարունակում է։ Հոգևոր մի բան է պարունակում երգը ու սովորական երաժշտություն ու ձայներ չի։ Այսօր ուզում եմ խոսամ երկրպագության կարևորության մասին։ Երգի միջոցով, ինչի համար ենք մենք երգում եկեղեցում, ինչի համար ենք երգով սկսում, ինչ է ասում Աստվածաշունչը, արդյոք սա ինչ-որ նախապատրաստություն է քարոզին այս փառաբանության հատվածը, թե իր մեջ ավելի լուրջ ինչ-որ բան է կրում ու ոչ միայն մենք, բոլոր եկեղեցիներում։ Մենք ասցինք, որ միայն քրիստոնեությունը չի, բոլոր կրոնները, բոլոր ուղղվածություններն են երգը օգտագործում։ Որովհետև երգը, սիրելիներ, մարդուն կարծես կարողանում է կտրել ֆիզիկական իրականությունից եւ մտցնել հոգևոր ինչ-որ մի իրականության մեջ, հոգևոր մի ոլորտի մեջ, մթնոլորտի մեջ։ Եվ կտեսնենք Աստվածաշնչից մի քանի բաներ, որ վերաբերվում են երկրպագությանը երգի միջոցով, երաժշտության միջոցով։ Կտեսնենք ինչ զորություն է կրում այդ ամեն ինչը, ինչ կարևորություն է մեր համար, ինչ զենք է, որ մենք ունենք ու շատ ժամանակ մենք թերագնահատում ենք, մենք այսպես թեթև ենք նայում, մենք չենք գիտակցում ինչ զենք է, որ Աստված մեզ տվել է։ Գիտես հայտնության մեջ, երբ որ Հովանեսը հայտնության գրքում գնաց երկինք, ասում է, ես ընտեղ նոր երգ լսեցի եւ բազմությունը, ասում է, բյուրեր եւ բյուրավորներ հավաքված նոր երգ էին երգում, գառնուկի երգն էին երգում, երկրպագում էին, փառաբանում էին, այսինքն սա մի ուժեղ զորություն է։ Ես հիշում եմ մի քանի տարի առաջ էր, որ մեր Երևանի եկեղեցում կյանքի խոսքում գիշերային երկրպագության այսպես ու ծառայություն էր եղել եւ բոլոր ժողովուրդը սկսել էին լսել հրեշտակային գերբնական երաժշտության երգի ձայներ։ Երկնքում նույնպես երգը շատ կարևոր է։ Եվ երգը, երգեցողությունը, երաժշտությունը շատ գերբնական դռներ կարա բացի։ Մենք մի քանի բաներ այսօր կտեսնենք, սիրելիներ։ Եկեք Եփեսացիս թուղթը բացենք 5-րդ գլխում կարդանք մի հետաքրքիր կարևոր մի բան Եփեսացիս 5:18-ը եւ այսպես ասում. Եվ մի հարբենակ գինով, որ նրանում անառակություն կա, այլ լցվեք հոգով, խոսալով ձեր մեջ սաղմոսներով եւ օրհնություններով եւ հոգեվոր երգերով երգեցեք եւ սաղմոսեցեք ձեր սրտերում Տիրոջը։ Հալելույա։ Պողոսն ասում է մի հարբեցեք գինով, այլ լցվեք սուրբ հոգով, երգելով, սաղմոսելով Տիրոջը։ Հետարքիր է, ինչի համար է Պողոսը նախ եւ առաջ կապում է այսպես զուգահեռներ է բերում հարբած վիճակի եւ սուրբ հոգով լցված վիճակի։ Գիտեք, ինչ է անում հարբեցողությունը մարդուն։ Երբ որ մարդ հարբած է, ինքը կարծես իրականությունից կտրված է, չէ՞։ Ինքը մի հատ ուրիշ աշխարհի մեջ է այդ պահին, ուրիշ մթնոլորտի մեջ է, իրականությունից կտրված է, սթափ վիճակում չի։ Եվ սուրբ հոգու լեցունությունը նույն բանն է
աստվածային կողմից, հա, Աստծո կողմից, այսինքն երբ որ մարդ հոգով լցված է, իրականում ինքը մի քիչ կտրված է իրականությունից, որտեվ Սուրբ Հոգով լցված մարդը ունի զորավոր հավատք։ Սուրբ Հոգով լցված մարդը կարողանում է տեսնել բաներ, որ շատեր ուրիշները չեն կարողանում տեսնել։ Սուրբ Հոգով լցված մարդը կարողանում է լսել Աստծո ձայնը, որ մնացածը չեն կարողանում լսել։ Եվ կարծես Սուրբ Հոգով լցված մարդու համար հոգևոր աշխարհը ավելի շոշափելի է, ավելի բաց է, ավելի զգացող է, ինքը կարողանում է զգալ, շոշափել, տեսնել, վերապրել հոգևոր իրականությունները։ Դրա համար Պողոս առաքյալը հարբեցողությունը կարծես համեմատում է Սուրբ Հոգով լցվելու հետ։ Եվ հետո տալիս է մի ուրիշ գաղտնիք, ասում է, որպիսի հիմա Սուրբ Հոգով լցված լինեք, ինչ արեք, երգեք, սաղմոս ասեք, սաղմոսը դրանք երգեր են, ընդհանրապես բոլոր սաղմոսները 150 սաղմոսը, որ ունենք Աստվածաշնչի մեջ, որ մենք կարդում ենք, բայց իրականում դրանք երգեր են եղել։ Դավիթը եւ մնացած սաղմոս գրողները, մեծ մասամբ Դավիթն է գրել սաղմոսները եւ դրանք եղել են երգեր։ Նա որպես երգ է գրել դա։ Մենք իհարկե կարդում ենք, որտեվ իհարկե նույնպես շատ եկեղեցիներում այն երգերը փառաբանության, երկրպագության, որ մենք երգում ենք, վերցված է Դավթի սաղմոսներից, խոսքերը, բառերը։ Եվ Պողոս առաքյալը այստեղ ասում է սաղմոս ասեք, երգեք ձեր սրտերում, օրհնեք Տիրոջը եւ դա կլինի կարծես ճանապարհ, որ Սուրբ Հոգու լեցունությունը կգա ձեր վրա։ Հետաքրքիր է։ Գիտես Սաղմոս 22-ում 22 Սաղմոսում կա մի ուրիշ կարևոր բան, որ մենք կարդում ենք եւ այսպես է ասում 3-րդ խոսքում է, ասում է, բայց դու սուրբ ես, ով Իսրայելի գովությունների մեջ բնակվողդ։ Այստեղ Դավիթը կարծես մի հայտնություն է ստանում։ Երբ որ սկսում է սաղմոսել ու երգել, կարծես իր միտքը բացվում է եւ մի բան է հասկանում։ Սուրբ Հոգուց ներշնչված ասում է Աստծուն, Տեր իմ Աստված, դու սուրբ ես, Իսրայելի, այսինքն քո ժողովրդի գովությունների մեջ բնակվողը։ Գիտես, սա Աստծո հասցեն է, սիրելիս, ուզում ես Աստծո հասցեն իմանաս, Աստված բնակվում է փառաբանության ու գովաբանության մեջ։ Նրա հոգին իջնում է փառաբանության ու գովաբանության մեջ։ Աստված սիրում է իրան ցույց տալ, իրան դրսևորել մի տեղ, մի վայրում կամ մի մարդու սրտում ու կյանքում, որտեղից որ փառաբանություն ու երկրպագություն կա։ Գիտես, սա Աստծո հասցեն է։ Մի ուրիշ տեղ կա Աստծո հասցեն։ Եսայա մարգարեն ասում է, Աստված բնակվում է բարձրերում, բայց լինում է կոտրված սրտերի եւ հոգիների հետ, որպիսի բժշկի։ Այո, Աստված բնակվում է խոնարհ կոտրված սրտերի հետ, բայց այստեղ նույնպես տեսնում ենք Աստծո հասցեներից մեկը Աստված բնակվում է գովաբանության մեջ։ Մենք շատ ժամանակ Աստծուն կանչելուց, աղոթելուց, Աստծո հետ փոխհարաբերություն ունենալուց մենք մեր գիտակցության կամ ենթագիտակցության մեջ մենք մտածում ենք, որ հերու երկնքներում է, ինչ որ 7-րդ երկնքում է, չգիտեմ որ երկնքում է, մեզնից շատ հերու է, բայց գիտես Աստված ունի իր բնակվելու վայրը նույնպես երկրի վրա։ Աստված բնակվում է իր ժողովրդի գովաբանության մեջ։ Երբ որ կա փառաբանության ու երկրպագության մթնոլորտ, Տիրոջ հոգին այնտեղ է։ Եվ դրա համար Պողոսն ասում է, օրհնեք ձեր սրտերում, սաղմոս ասեք, երգեք, երկրպագեք եւ կգա Սուրբ Հոգու լեցունությունը ձեր կյանքի մեջ։ Հալելույա, սա մի զենք է, որ Աստված տվել է ինձ ու քեզ, որ ես ու դու օգտագործենք, սիրելիներ, ամեն։ Մի քանի տեղեր ենք այսօր տեսնելու Աստվածաշնչից, որտեղ որ հենց երգի, փառաբանության ու երկրպագության միջոցով գերբնական հրաշքներ էին տեղի ունենում։ Աստված գերբնական բաներ էր անում երկրի վրա։ Գիտես, առաջին բաներից մեկը, որ կուզեմ տեսնենք, սա Երիքովի պարիսպներն է։ Երբ որ Աստծո ժողովուրդը մտան Քանանի երկիր, կար մի քաղաք, որ կոչվում էր Երիքով, որը շատ այսպես ամուր, հաստ, բարձր պատերով շրջապատված մի քաղաք էր։ Եվ այնտեղ ինքը շատ կայացած քաղաք էր, այսինքն կառույցը շատ ուժեղ էր եւ այնտեղ ամեն մի օտար մարդ չէր կարա մտներ, դուրս գար, նա թշնամիներից պաշտպանվելու համար էր եւ այլ եւ այլ։
Եվ Աստծո ժողովուրդը գալիս են եւ Աստված մի հատ պատվեր է տալիս Հեսուին։ Ասում է վեր կացեք ամբողջ ժողովրդով եւ ամեն օր մի պտույտ տվեք այդ ամբողջ քաղաքի շուրջը, այդ պարիսպների կողքը, մի պտույտ տվեք, մի կռուկ ֆռացեք ու եկեք հանգստացեք։ Հաջորդ օրը նույնը։ Եվ ասում է 7 օր այս նույն բանը կատարեք ու ասում է 7-րդ օրը երբ որ պտտվեք, թող փողերը վերցնեն, հա, այնտեղ հատուկ մարդիկ կային, քահանաները, ղևտացիները, ասում է թող փողերը վերցնեն եւ փողերը փչեն եւ փողերը փչելուց հետո ամբողջ ժողովուրդը թող աղաղակի։ Եվ դրանից հետո ասում է կտեսնեք ես ինչ կանեմ։ Եվ ժողովուրդը երբ որ այս բաները անում են, մենք տեսնում ենք 7-րդ օրը, երբ որ փողերը փչում են, փողեր փչելը դա երաշտական գործիք էր, որ երաշտության ձայներ էին հանում փողերով։ Եվ ժողովուրդը ասում է թող աղաղակի հետո բարձրաձայն աղաղակներ թող արձակի, եւ երբ որ սա անում են, ամբողջ քաղաքի այդ պատերը, այդ հաստ ու բարձր պատերը փլվում են, գերբնական ձևով ուղղակի։ Եվ ժողովուրդը կարողանում է մտնել եւ նվաճել այդ քաղաքը Երիքովը։ Շատ ժամանակ սիրելիներ այդ պատերը ինչ որ բաներ խորհրդանշում են իմ ու քո կյանքի մեջ։ Գիտես Երիքովի պատերը դա այն բաներն է մեր կյանքերի մեջ, որոնք որ այո պարսպի նման են, այն հարցերը, այն տեղերը, այն խնդիրները, որոնք որ իմ ու քո կյանքի մեջ երբեմն պարսպի նման են։ Դա կարող լինեն ինչ-որ փակուղիներ, որ քո կյանքի մեջ կարծես չի բացվում քո առաջ, հա, ինչ-որ մի բանի մեջ պիտի մտնես, ինչ-որ մի հաջողության, բայց չի բացվում քո առաջ, փակ է, Երիքովի պարսպի պես ամուր կանգնած է քո առաջ։ Դա այն դժվար իրավիճակներն է, որ երբեմն դու հայտնվում ես ու Երիքովի պարիսպների նման է ու մտածում ես ոնց պիտի ես հաղթահարեմ, ոնց պիտի դուրս գամ, ոնց պիտի սրա լուծումը ես տեսնեմ։ Դա երբեմն կարող լինի ինչ-որ հիվանդություն մեր կյանքի մեջ, որ այդ պարսպի նման է եւ մտածում ես ոնց կարամ հաղթահարեմ, ոնց պիտի բժշկվեմ, ոնց պիտի դուրս գամ այս վիճակից, կամ ցանկացած ուրիշ ինչ-որ կապանքներ, դա կարող լինի ինչ-որ մեղք, որ քո կյանքի մեջ լինի եւ մտածես ոնց պիտի դուրս գամ, պարսպի նման կարծես կանգնած է շրջապատել է ինձ։ Եվ գիտես Աստված ունի երկրպագության զենքը քո համար։ Երկրպագիր, օշնի Տիրոջը, փառաբանի Տիրոջը, երբ որ Սուրբ Հոգին գալիս է, պարիսպները քանդվում են սիրելիս, երբ որ լույսը գալիս է, ամեն խավար ցրվում է Տիրոջ ներկայությունից։ Սաղմոս 68-ում կարծեմ ասում է, որ երբ որ Աստված այցելում է, սարերը հալվում են։ Ամեն, մենք երգել ունենք։ Քո ներկայությունից սարերն են հալվում։ Այո, երբ որ Տիրոջ Հոգին գալիս է, չկա որևէ պարիսպ, չկա որևէ արգելք, չկա որևէ փակուղի, որ քո կյանքի մեջ ուղղակի բաց չթողնի քեզ։ Որտեվ Տիրոջ զորությանը ոչ մի բան չի կարա դիմադրի։ Եվ Աստված բնակվում է որտեղ? Գովաբանության մեջ։ Ուզում ես Տիրոջ ներկայությունը թանձրանա քո կյանքի մեջ։ Ուզում ես Տիրոջ փառքը թանձրանա քո կյանքի մեջ, ավելացրա երկրպագությունդ։ Ավելացրա երկրպագությունդ։ Հիշում եք Դավիթը 103 Սաղմոսում ասում էր ով իմանց ինչ ես տրտում քեզանում, օշնի Տիրոջը, մի մոռանա, օշնի, գովաբանի Տիրոջը, փառաբանի Տիրոջը։ Այո, երբեմն կա ժամանակներ ու իրավիճակներ, որ դու ինքդ քեզ պիտի ստիպես, դու ինքդ քեզ պիտի պատվիրես, օշնի Տիրոջը, փառաբանի, երկրպագի Տիրոջը։ Եվ դու պետքա դարձնես սա քո կյանքի համար սովորույթ, ապրելակերպ։ Ամեն, սա քաշում է։ Գիտես, ես պատկերացնում եմ, որ երբ որ Աստված նայում է իր գահից, երբ որ Աստված նայում է իր ներկայությունից, ինչ որ մի անձի, երբ որ ինչ որ մի մարդու Աստված նայում է, տեսնում է, այս մարդու կյանքում վառված է երկրպագության կրակը, այս մարդու կյանքում կա փառաբանության այդ զոհասեղանը, Աստված իր կրակը եւ իր ներկայությունը իջեցնում է։ Հալելույա։ Եկեք մի ուրիշ տեղ կարդանք։ Երկրորդ մնացորդած տեղում մի հրաշալի ու զարմանալի մի պատմություն կա գրված,
Հովսափաթ թագավոր մի կար Իսրայելում, ավելի ճիշտ նա Հուդայի թագավորն էր, Հուդայի ցեղում էր թագավոր Հովսափաթը, եւ օրերից մի օր թշնամի ազգերից պատրաստվում են հարձակվել Հուդայի վրա։ Եվ Հովսափաթը վախեցած, շփոթված, այսպես ուրեմն գալիս է Աստծո առաջ եւ ասում է. Տեր, դու տես ինչա ուզում, ինչ պիտի տեղի ունենա, այն զորքը, որ մեր զորքից շատ ավելի մեծ է, շատ ավելի հզոր է, պատրաստվում է հարձակվել մեզ վրա։ Եվ նա գալիս է, աղոթք է անում Տիրոջը, խոնարհվում է Աստծուն, խնդրում է Տիրոջ օգնությունը, պաշտպանությունը, Տիրոջ ողորմությունն է խնդրում, եւ Աստված մի հետարքիր բան է նրան ասում։ Եկեք կարդանք ուրեմն մի որոշ հատվածներ, երկրորդ մնացորդած թղթում ասագրված 20-րդ գլխից մի քանի սենց տեղ մենք կկարդանք ժամանակ շահելու համար։ Եվ 15 խոսք է, եկեք սկզբում կարդանք։ Երբ որ Հովսափաթը աղոթք է սկսում անել, մարդկանցից մեկին մարգարեական խոսք է տրվում, Աստված խոսք է ասում Հովսափաթին այդ ծառաներից մեկի միջոցով, եւ 15 խոսքը այսպես ասում. Եվ նա ասեց. ականջ դրեք, ով բոլոր Հուդա եւ Երուսաղեմի բնակիչներ եւ ով Հովսափաթ թագավոր, Տերը ձեզ այսպես է ասում. դուք մի վախենաք եւ մի զարհուրեք այս մեծ բազմության երեսից, որովհետեւ պատերազմը ձերը չի, այլ Աստծունն է։ Տեսեք, հետարքիր մի խոսք, Աստված ասում է, այս պատերազմը, որ լինելու է, ձերը չի, այլ իմն է, ես եմ պատերազմելու, պատերազմը Աստծունն է։ Եվ եկեք 17 խոսքը կարդանք. դուք չեք պատերազմելու, այս անգամ դուք կացեք, կանգնեք եւ կտեսնեք Տիրոջ փրկությունը ձեզ հետ, ով Հուդա եւ Երուսաղեմ, մի վախենաք եւ մի զարհուրեք, էգուց նրանց դիմացը դուրս եկեք եւ Տերը ձեզ հետ է լինելու։ Աստված շարունակում է եւ ասում է, դուք չեք պատերազմելու, այս անգամ ասում է, ես եմ պատերազմելու։ Դուք ուղակի զորքով դուրս եկեք իրանց դեմ եւ կտեսնեք, թե ես ինչ եմ անելու։ Եվ երբ որ կարդում ենք, գնանք մի քիչ առաջ 21-րդ խոսքը, եւ խորհուրդ արեց ժողովրդի հետ Հովսափաթ թագավորը եւ դրեց Տիրոջ համար երգիչներ եւ սուրբ փառքը օրհնաբանողներ, սպառազինյալներին առաջից դուրս գալով եւ ասելով. գոհացեք Տիրոջից, որովհետեւ նրա ողորմությունը հավիտյան է։ Հետաքրքիր մի բան անում, Հովսափաթ թագավորը դուրս են գալիս պատերազմի եւ զորքից առաջ դնում է մի հատ ուրիշ զորք, որին որ պատվեր է տալիս, ասում է, դուք մենակ ուղակի վերցրեք ձեր փառաբանության երգի գործիքները, երաժշտական գործիքները եւ նվագելով ու փառաբանելով առաջ գնացեք։ Սա մարդկային մտածելակերպով աբսուրդ է, հա, ընդհանրապես անմտություն է, որովհետեւ պատերազմի գնալուց ընդհակառակը սկզբում դնում են ամենաուժեղներին, զորավորներին, վահանով, զենքով զինված, բայց թագավորը սկզբում դնում է փառաբանության խումբը եւ ասում է դուք զորքի արչեվից գնացեք։ Հալելույա։ Սա կարևոր է փառաբանության խմբի համար նույնպես, ուշադիր լսեք։ Եվ շարունակության մեջ եկեք 22 խոսքը։ Եվ երբ որ նրանք ցնծության երգը ու օրհնությունը սկսեցին, ցնծության երգը եւ օրհնությունը տեսեք։ Տերը դարանակալներ հանեց Ամոնի եւ Մովաբի որդկանց եւ Սեիր սարի բնակիչների դեմ, որ եկել էին Հուդայի վրա եւ նրանք կոտորվեցին։ Երբ որ սկսեցին փառաբանությունով գնալ, երգել, գովաբանել Տիրոջը, ասում է, որ Աստված հանեց մի ուրիշ զորք հանեց այդ զորքի դեմ, որը որ հարձակվելու էր, եւ ասում է այս ամբողջ զորքը կոտորվեց։ Իրանք իրար մեջ սկսեցին պատերազմել եւ կոտորվեցին։
26-րդ խոսքը կարդանք. Եվ 4-րդ օրը ժողովեցին օրհնության հովիտում, որովհետև այնտեղ օրհնեցին Տիրոջը, նրա համար այնտեղի անունը կոչեցին օրհնության հովիտ մինչև այսօր։ Ժողովուրդը տեսավ Աստծո փառքը, տեսավ Տիրոջ զորությունը, տեսավ գերբնական հրաշքը, հաղթանակը, եւ նրանք մի քանի օր հետո հավաքվեցին այդ վայրի մեջ եւ շարունակեցին օրհնել, փառաբանել, երկրպագել Տիրոջը, եւ ասում է այդ տեղը կոչվեց օրհնության հովիտ, օրհնության դաշտ։ Սիրելիս, պատերազմներ կա մեր կյանքերում, որ շատ ժամանակ մենք ունենք մեր ներսում միջոցները պատերազմելու, մենք ունենք սխեմաները մեր ներսում պատերազմելու կամ հաղթանակ վերցնելու, բայց պատերազմներ կա, որոնք որ փառաբանությամբ կհաղթահարես, երկրպագությամբ կհաղթահարես։ Պատերազմներ կա, որ ուղղակի քո փառաբանությամբ բերում ես Տիրոջ ներկայությունը քո այդ իրավիճակի մեջ, քո պայքարի մեջ, եւ թույլ ես տալիս, որ Տերը քո համար պատերազմի։ Երբ որ Աստծո ներկայությունը իջնում է, Աստված ինքն է արդեն թշնամու դեմ պատերազմում։ Ամեն։ Եվ դրա համար Աստված ասես դուք գնացեք, եւ ես ձեզ համար կպատերազմեմ։ Եվ կարևոր բանը այն է, որ վերջում գրված է նրանք այդ տեղը, այդ հովիտը, այդ դաշտը կոչեցին օրհնության հովիտ։ Արդյոք դու ունես քո կյանքի մեջ օրհնության հովիտներ։ Արդյոք դու ունես քո կյանքի մեջ փառաբանության ու երկրպագության զոհասեղան, սիրելիս, որ երբ որ լինում ես, հայտնվում ես դժվար իրավիճակների, պայքարների, պատերազմների, խնդիրների առաջ, քո առաջին ռեակցիան լինի գնալ օրհնության հովիտ, գնալ Տիրոջը երգելու, մեծարելու, փառաբանելու, գովերգելու։ Գիտես սա ինչ է խոսում, որ դու լիարժեք վստահում ես նրան, որ դու ապավինում ես նրան, որ Տեր իմ թշնամիների մեջ ես վստահում եմ քեզ, իմ թշնամիների մեջ, իմ փոթորիկների մեջ ես ուզում եմ խաղաղությամբ լցվել, որտեվ գիտեմ, որ դու ես իմ համար պատերազմում, գիտեմ, որ դու ես իմ առջևից գնում, գիտեմ, որ դու ես պատասխան տալիս իմ ամեն խնդիրներին, կարիքներին, թշնամիներին, հակառակություններին ու փոթորիկներին։ Ամեն։ Ունեցիր, կառուցիր, սիրելիս, օրհնության հովիտը քո կյանքի մեջ, ունեցիր օրհնության հովիտ։ Մենք կարդում ենք Դավթի սաղմոսները, փառաբանության, երկրպագության երգեր էին, բայց շատ հաճախակի, երբ որ դու կարդում ես վերնագիրը, թե ինչ իրավիճակների մեջ էր նա, շատ հաճախակի փախուստի մեջ էր Սավուղի երեսից, երբեմն ինչ որ պատերազմների մեջ էր դժվարության, երբեմն իր որդին էր դուրս եկել իր առաջ, երբեմն ինչ որ դժբախտություններ էին տեղի ունեցել իր կյանքի մեջ, բայց մենք տեսնում ենք այս իրավիճակների մեջ Դավիթը իր փառաբանությունը չէր դադարեցնում։ Եվ այս բոլոր սաղմոսները ծնվել են հենց այդ իրավիճակների մեջ։ Այս բոլոր մարգարեական սաղմոսները, որ հազարավոր տարիներ անցել է, այսօր դեռ եկեղեցիները ու Աստծո ժողովուրդը վերցնում են այդ սաղմոսների խոսքերը եւ հրաշալի երգեր են դառնում։ Սա հետևանքն է նրա, որ ինչ որ մի անձնավորություն ուներ օրհնության հովիտ իր կյանքում, ուներ երկրպագության զոհասեղան իր կյանքի մեջ։ Ամեն։ Եկեք ունենանք մեր կյանքերի մեջ, կառուցենք ու բարձրացնենք օրհնության հովիտը եւ թույլ տանք, որ Աստված ինքը գնա մեր առջևից եւ ինքը անի մեր պատերազմները։ Հալելույա։ Եկեք շարժվենք առաջ, տեսնենք մի ուրիշ բան, ինչ է անում երկրպագությունը, ինչ ուրիշ դեր ունի երկրպագությունը, փառաբանությունը։ Մի ուրիշ պատմություն, որ գրված է առաջին Թագավորաց 10-րդ գլխում, երբ որ Սամուել մարգարեն եկավ Սավուղին օծելու, առաջին որպես թագավորը Իսրայելի, այնտեղ մի քանի բաներ ասեց, որ այս կանես, այս կանես, այս կանես, մի քանի հանձնարարություններ տվեց Սավուղին եւ այդտեղ մի ուրիշ հետաքրքիր բան ենք տեսնում 5-րդ խոսքում 10-րդ գլխի սենց մի բան է գրված. Նրանից հետո կգնաս Աստծո բլուրը, ուր որ փղշտացիների բերդապահ զորքն է,
Եվ երբ որ այնտեղ քաղաքը մտնես, բարձր տեղից իջնող մարգարեների մի գունդի կհանդիպես, որոնք իրանց առաջին տավիղ, թմբուկ, սրինգ եւ քնար ունեն եւ որոնք մարգարեություն են անում։ Եվ քեզ վրա կգա Տիրոջ հոգին եւ նրանց հետ մարգարեություն կանես եւ դու կփոխվես եւ ուրիշ մարդ կդառնաս։ Հալելույա։ Շատ զորավոր մի խոսք այսի։ Սամվել մարգարեն ասում է Սավուղին ուղարկում ասում է եկ կգնաս ես ինչ քաղաք է, ինչ սարի մոտ եւ այնտեղ կտեսնես մարգարեների մի խումբ, որոնք ասում է գնում են եւ իրանց արչեվից կա փառաբանության խումբը կարծես։ Իրանք ունեն տարբեր երաժշտական գործիքներ եւ այդ գործիքներով նվագում են, երգում են ու մարգարեություն են անում։ Եվ ասում է դու էլ երբ որ մտնես նրանց մեջ, քո վրա էլ կգա Տիրոջ հոգին եւ դու էլ կսկսես մարգարեանալ, թեև դու մարգարե ես, եւ ասում է կփոխվես ու ուրիշ մարդ կլինես։ Գիտես հաջորդ բանը, որ երկրպագությունը երգը անում է, սիրելի է, իջեցնում է Տիրոջ հոգին, իջեցնում է Սուրբ Հոգու պարգևները, ակտիվացնում է Սուրբ Հոգու պարգևները մեր կյանքերի մեջ։ Դրսևորում է Սուրբ Հոգին իր պարգևները։ Մարգարեների խումբը ասում է, գիտեք ինչ էին անում, մարգարեները մարգարեություններ էին անում, թագավորի համար, երկրի համար, Աստծո ծրագրերը, Աստծո խորհուրդներն էին հայտնում մարդկանց, Աստծո ճանապարհներն էին հայտնում մարդկանց, այսինքն Սուրբ Հոգու պարգևներով ծառայում էին ժողովրդին։ Եվ ինչն էր կարծես ինչն էր ապահովում, հա, կամ ինչն էր թույլ տալիս, որ այդ պարգևները գործածվեին, նրանց արչևից փառաբանություն էր գնում։ Նրանք տարբեր երաժշտական գործիքներով օրհնում էին, փառաբանում էին, երկրպագում էին եւ Տիրոջ հոգին իջնում էր։ Փառաբանությունն ու երկրպագությունը ակտիվացնում է Սուրբ Հոգու պարգևները։ Այո, շատ ժամանակ, երբ որ եկեղեցում ինչի համար ենք երկրպագում, ես խոսում եմ եւ եկեղեցու, բայց նույնպես քո անհատական պաշտամունքի մասին։ Գիտես շատ ժամանակ, երբ որ երկրպագում ենք եկեղեցում, երբ որ փառաբանությունն է, Տիրոջ հոգին իջնում է, եւ այո, շատ ժամանակ շատերի ներսում մենք երբեմն տեսիլքներ ենք տեսնում, մարգարեական խոսքեր ենք ստանում Տիրոջից, գիտության պարգևն է սկսում գործել, բժշկության պարգևն է սկսում գործել։ Ես հենց այսօր, երբ որ երկրպագում ենք, մի պահ ասեցի չդնենք քարոզը հեչ անեմ ու ուղակի աղոթեմ մարդկանց համար, որտեղ հրաշալի հոգի կար։ Գիտես, երկրպագության մեջ, երբ որ Տիրոջ հոգին գալիս է, գերբնականը սկսում է դրսևորվել, գերբնական բաներ են սկսում տեղի ունենալ։ Այնտեղ բժշկություններ են տեղի ունենում, ազատագրություններ են տեղի ունենում, Սուրբ Հոգու 9 պարգևները կարող են գործել երկրպագության ժամանակ, փառաբանության ժամանակ։ Եվ մի ուրիշ բան, որ տեղի է ունենում, այստեղ մարգարեն Սավուղին ասում է, եւ դու ասում է կփոխվես եւ ուրիշ մարդ կդառնաս։ Գիտես, շատ ժամանակ մենք կարանք պայքարենք մեր փոփոխությունների համար։ Մենք կարանք տարբեր ճանապարհներով պայքարենք, որպեսզի մեր մտածելակերպը, բնավորության գծերը, սրտի մեջ ինչ որ բաներ փոխվեն, բայց կա մի ուրիշ զորավոր տարբերակ՝ երկրպագություն, փառաբանություն։ Երբ որ թույլ ես տալիս Աստծո ներկայությունը գա, գիտես այդ ներկայության մեջ այո շատ ժամանակ քո սիրտը փոխվում է։ Քո սիրտը փոխվում է։ Քո սիրտը դառնում է Աստծո սրտի նման։ Երբեմն կարող լինի, որ դու ինչ որ մեկի հանդեպ բարկացած ես, նեղված ես, վիրավորված ես, բայց երկրպագության մեջ գալիս է Տիրոջ հոգին եւ կարծես քո սրտից ներումը արձակվում այդ մարդու համար։ Կարծես քո սրտից սերը արձակվում այդ մարդու համար։ Գիտես, երկրպագության մեջ, Աստծո ներկայության մեջ փոխվում ես դու, փոխվում է քո սիրտը։ Եվ մարգարեն Սավուղին ասում է կմտնես եւ կփոխվես, ուրիշ մարդ կդառնաս։ Ինչքան հրաշալի զենք է մեզ տվել Աստված, ամեն։ Եվ գիտես, մենք պետք է չանարգենք, չարհամարենք, չթերագնահատենք այս զենքը, որ ես ու դու ունենք։ Ընդհակառակը, սիրելիներ, փառաբանության ժամանակը եկեղեցում դա ամենակարևոր ժամանակն է։ Երկրպագության ժամանակը դա ամենակարևորն է։ Եթե մտածում եք քարոզն է ամենակարևորը, ես ուզում եմ ասեմ, որ չէ։ Ամենակարևոր պահը եկեղեցում դա երկրպագությունն ու փառաբանությունն է։
Ամեն։ Հալելույա, Գայան Քուրջան։ Թող քո այոն այո լինի։ Գնանք առաջ։ Մարգարեն Սավուղին ասում է կգնաս մարգարեների մեջ, կփոխվես, Տիրոջ հոգին կգա քո վրա, պարգևները կսկսեն դրսևորվել։ Մի ուրիշ տեղ, որ տեսնում ենք Աստվածաշնչում, Եղիսե մարգարենը, նույնպես թագավորները պետքա գնային պատերազմի եւ սովորաբար կանչում էին մարգարեներին, որպեսզի Աստծուց խոսք ստանային։ Պետքա գնանք, պետք չի գնանք, ժամանակն է, ժամանակը չի։ Եվ մարգարեն կանչում է այստեղ, թագավորը կանչում է մարգարեին Եղիսեին, որպեսզի Աստծուց խոսք ստանա այդ պատերազմի համար։ Եվ երբ որ Եղիսեն գալիս է, գիտեք առաջի բանը ինչ է ասում։ Ասում է նախքան որ ես կմարգարեանամ, նախքան որ երկնքից ինչ որ բան կասեմ քեզ, բերեք ստեղ ինձ մոտ մի հատ նվագացու, բերեք մեկին, որ քնարով նվագի։ Եվ գնում են եւ բերում են մի նվագող երաժիշտի։ Եվ երբ որ նա սկսում է այդ քնարով նվագել, Տիրոջ հոգին գալիս է Եղիսեի վրա, եւ նա սկսում է մարգարեանալ թագավորին Տիրոջ անունից եւ ասում է գնացեք, Տերը ձեզ հետ կլինի, այս պատերազմը Աստված հաղթություն կտա եւ այլ, Տիրոջից խոսք արձակում։ Հաստատություն է բերում այդ քայլի համար, բայց կարևոր մի բան, որ Եղիսե մարգարեն ասում է երգ բերեք ինձ համար, որ ինչ որ մեկը նվագի եւ ես մարգարեանամ, եւ ես այդ ժամանակ կկպնեմ երկնքին եւ իմ սրտի մեջ կվերցնեմ Տիրոջից խոսք եւ կփոխանցեմ։ Հալելույա։ Դրա համար ես ասում եմ, որ երգը, երաժշտությունը ուղղակի դատարկ նոտաներ չի, ուղղակի ձայներ չի, ամեն երգ հոգի է կրում իր մեջ, ամեն երգ ունի իր մթնոլորտը սիրելիս, ամեն երգ ունի ինչ-որ ազդեցություն իր մեջ։ Դրա համար շատ ժամանակ, երբ որ խոսում ենք աշխարհիկ, երգերի ինչ-որ բաների մասին, սա կրոնավոր ինչ-որ պարտադրանք չի, որ գիտես, երբ որ ասում ենք, որ լավ չի կամ սխալ է կամ պետք չի, սա կրոնավոր պարտադրանք չի։ Իհարկե արգելված չի մեզ աշխարհիկ երգել լսելը, բայց դու պետք է գիտակցես, որ ամեն երգ իր մեջ ինչ-որ բան կրում է։ Երբ որ դու սխալ բաներ ես լսում, սխալ բաներով էլ կլցվես։ Երբ որ դու սխալ երգեր ես լսում, սխալ ազդեցություններով էլ կլցվես։ Ամեն։ Երբ որ դու երկրպագության ու փառաբանության մեջ ես, Տիրոջ հոգին կքաշես դեպի քեզ։ Երբ որ սխալ բաներ ես լսում, սխալ բաներ կքաշես դեպի քեզ։ Ամեն։ Հիշում եք Դավիթը, երբ որ Սավուղ թագավորը հոգևոր կամ հոգեկան դժվարությունների մեջ էր, դիվային ազդեցությունների տակ էր, դևերը եկել էին, նրան ճնշում էին, խանգարում էին, ցավ էին պատճառում, ինչ տեղի ունեցավ, հիշում եք Դավիթին կանչեցին Սավուղ թագավորի մոտ եւ նա մտնում էր Սավուղի մոտ եւ սկսում էր նվագել, սկսում էր քնարը ածել եւ դևերը փախնում էին, հեռանում էին Սավուղից։ Սավուղը հանգստանում էր, հանդարտվում էր։ Տեսեք ինչ զորություն կա սիրելիս։ Ինչ զորություն կա, իհարկե Դավիթը օծված էր, բայց նույնպես այստեղ տեսնում ենք երգի, երաժշտության կարևորությունը։ Դավիթը սկսում էր երկրպագություն բարձրացնել երգով, երաժշտությունով եւ ուղղակի դիվային մթնոլորտը ցրվում էր այդտեղից։ Հալելույա։ Հալելույա։ Այո, դրա համար երբ որ եկեղեցում Աստծո ժողովուրդը միաբանվում է, մենք երգում ու երկրպագում ենք եւ ամեն դիվային մթնոլորտ ցրվում է։ Եվ գիտես, կարծես հող է պատրաստվում, որ Տիրոջ հոգին իջնի եւ շարժվի մեր մեջ, որ Տիրոջ հոգին կպնի մեր սրտերին, որ Աստծո հոգին խոսա մեր սրտերին, որ Տիրոջ հոգին փոխի ինչ-որ բան մեր կյանքերի մեջ։ Մենք ուղղակի այսպես կարգ չենք կատարում երգով ու փառաբանելով, այլ մենք կպնում ենք երկնքին եւ կանչում ենք ու իջեցնում ենք Տիրոջ հոգին այստեղ։ Գիտես, Աստծո հոգին բնակվում է մեր մեջ, բայց Աստծո հոգու այցելության մակարդակներ կան։ Աստծո հոգու մտերմության, Աստծո փառքի մակարդակներ կան, սիրելիս։ Կարա Աստծո հոգին բնակվի մեր մեջ, բայց մենք մեղքերի ու կապանքների մեջ լինենք։ Կարա լինի տենց բան, թե չէ։ Կարա լինի։ Այսինքն Աստծո հոգու եւ Աստծո փառքի ու այցելության մակարդակներ կան։ Կա մակարդակ, որ Տիրոջ հոգին գալիս է,
կապանքները քանդվում են։ Կամ ակարդակ Տիրոջ հոգին գալիս է, քո վախերը քեզ բաց են թողնում։ Կամ ակարդակ Տիրոջ հոգին գալիս է, հիվանդությունները բաց են թողնում քեզ։ Դիվային ազդեցությունները բաց են թողնում քեզ։ Սրանք մակարդակներ են Սուրբ Հոգու ներկայության։ Հալելույա։ Դրա համար մենք ուզում ենք ավելի թանձր, ավելի օծված լինել փառաբանության, երկրպագության մեջ։ Այո, ես շատ կուզենամ իմ աղոթքը նաև հավատում եմ, որ մենք ունենալու ենք այնպիսի երկրպագություն, որ դևերը փախնելու են, հիվանդությունները փախնելու են, որ հրաշքներն ու նշանները դրսևորվելու են, երևալու են, ամեն, մենք երգում ենք այստեղ այսօր։ Եվ ես հավատում եմ, որ դա լինելու է, իհարկե մասամբ տեսնում ենք ինչ-որ բաներ, բայց ես հավատում եմ, որ դա լինելու է ավելի մեծ մասշտաբներով։ Հալելույա։ Այո, երկրպագությունը, Դավիթը երկրպագում էր, Սավուղը ազատագրվում էր։ Երկրպագությունը ամեն ճնշումները, ամեն կապանքները, ամեն վախերը, ամեն անհանգստությունները հեռացնում եւ վանում է քեզանից։ Տասնութ Սաղմոսում Դավիթը մի ուրիշ այսպիսի հրաշալի խոսք է ասում, հայերենում այդքան էլ լավ չի թարգմանված, բայց ֆրանսերենում ուրիշ լեզուներում շատ ավելի sense դիպուկ է թարգմանված։ Դավիթն ասում է, ես ֆրանսերենից թարգմանված կասեմ, ասում է, երբ ես ասում է փառաբանում եմ Տիրոջը կամ Տիրոջ անվան փառքն եմ ասում, ես ազատվում եմ իմ թշնամիներից։ Այո, սիրելիս, փառաբանությունը ազատում է քեզ քո թշնամիներից։ Փառաբանությունը երկնքից ինչ որ զորություն է իջեցնում քո կյանքի մեջ։ Ամեն, սա զենք է, որին որ դու պետք է շատ լուրջ վերաբերվես։ Սա զենք է, որին որ պետք է շատ այսպես հաշվի առնես ու գործածես քո կյանքի մեջ։ Մենք Մատթեոս ավետարանի մեջ, Լիանա ջան, խնդրեմ գաս, Մատթեոս ավետարանի մեջ կարդում ենք մի ուրիշ զորավոր մի բան, երբ որ Հիսուսը պիտի գնար խաչվելու եւ վերջին ընթրիքը հավաքեց աշակերտներին վերջին ընթրիքը անելու եւ մենք գիտենք, որ նրա ներսը տագնապած էր եւ նա ասում է, որ մահվան չափ իմ ներսը տագնապած է։ Եվ անգամ խնդրում էր հորը, որ եթե կարելի է հայր ես բաժակը հեռացրա ինձանից, եթե կա ուրիշ ճանապարհ, եթե կա ուրիշ միջոց։ Այսինքն տագնապ կար, անհանգստություն կար, որտեվ գիտեր են բեռը, որ վերցնելու էր մարդկանց մեղքերի, ամբողջ մարդկության, բայց գիտեք, մի հետաքրքիր ու կարևոր բան է այնտեղ գրված, վերջի ընթրիքի մեջ, ասում է, որ Հիսուսը օրհներքեց Տիրոջը։ Վերջի ընթրիքի ժամանակ իմանալով ուր է գնում, իմանալով, որ րոպեներ հետո պիտի գան նրան ձերբակալեն եւ պիտի տանեն, տանջեն, ծաղրեն, ցավացնեն, վերքեր պատճառեն ու վերջում խաչը հանեն մարդկության համար, բայց Մատթեոս ավետարան 26 գլխում ենք մենք սա կարդում, վերջին ընթրիքի ժամանակ գրված է օրհներքեցին Տիրոջը։ Հիսուսը փառաբանեց Տիրոջը, խաչելությունից առաջ փառաբանեց Տիրոջը, օրհներքեց, երգով, երկրպագեց Տիրոջը։ Միթե սա հրաշալի չի։ Միթե սա հրաշալի չի, սիրելիս։ Եվ ես մոտենում եմ ավարտին։ Ուզում եմ քեզ քաջալերեմ, որ օգտագործես այս զենքը։ Օգտագործիր փառաբանության, երկրպագության զենքը եկեղեցում, առօրյայիդ մեջ։ Ամեն, օգտագործիր։ Գիտես, սա կապ չունի երգելու։ Հիմա չմտածես քո մեջ, ես ձայն չունեմ, ես բաղաձայն եմ, ես երբ որ երգում եմ կողքիցս մարդիկ փախնում են։ Գիտես, քո ձենը երբ որ հասնում է երկինք, այնտեղ հրեշտակները ֆիլտրում են ու հրաշալի ձայնով մտնում է երկինք։ Այնպես որ սա ձայնի հետ կապ չունի։ Երկրպագի Տիրոջը։ Հիշում եք տերատես կնոջը, արյունահոսող կնոջը։ Երբ որ ամբոխ կար Հիսուսի շուրջը եւ Էսկինը մոտեցավ, ճեղքեց ամբոխը ու կպավ Հիսուսի հանդերձին։ Եվ իր ներսում մի բան էր դրել, եթե կպնեմ, իրանից զորություն պիտի գա իմ մեջ։
Գիտես, ամեն բան կախված է մեր սրտերից, սիրելիներ։ Կարա լինի զորավոր երկրպագություն, զորավոր մթնոլորտ, Աստծո փառքը, բայց ինչ որ մեկի համար կարա լինի այդ ամեն ինչը սովորական մի բան։ Գիտես, ինչ որ մեկը կարա շատ սովորական լինի այդ ամենի մեջ, ինչ որ մեկը կարա գերբնական բաներ ստանա երկնքից, նույն մթնոլորտի մեջ։ Երբ որ այս կինը եկավ, կպավ Հիսուսին, Հիսուսը թեքվեց ու ասեց, ինչ որ մեկը կպավ ինձ։ Եվ Պետրոսը ասեց, Տեր, ես ինչ տարօրինակ բաներ ես խոսում, լիքը ժողովուրդ կա, բոլորը հրում են, կպնում են, անցնում են, եւ դու ասում ես, ինչ որ մեկը կպավ, Հիսուսը գիտեր ինչ էր ասում, ասեց, ոչ, ինչ որ մեկը յուրահատուկ ձևով կպավ ինձ, որտեվ ինձանից զորություն դուրս եկավ։ Գիտես, ամեն բան կախված է քո սրտից, քո սրտի դիրքից, ինչպես ես դու, երբ որ երկրպագություն ա լինում եկեղեցում, երբ որ փառաբանության մասն ա եկեղեցում, արդյոք դու անտարբեր ես ուղղակի սպասում ես, որ այդ պահը անցնի, որ քարոզը լսես, թե դու ուղղակի կարաս մտնես։ Ես ուզում եմ քեզ այս երկրորդի վրա բերեմ։ Մտիր Աստծո ջրերի մեջ, երբ որ երկրպագություն ա, մտիր նրա ներկայության մեջ, մտիր, թույլ տուր այդ արունահոսող կնոջ նման, կպիր Տիրոջը, բռնի Աստծուն սիրելիս, այդ ներկայության մեջ, գիտես, քո կապանքները, քո պարիսպները կքանդվեն, քո պատերազմների մեջ հաղթանակներ կարաս վերցնես, մինչև քարոզը սկսելը, մինչև ծառայության վերջում ինչ որ մեկը քո համար աղոթելը կամ յուղով օծելը, դու կարող ես փառաբանության երկրպագության մեջ վերցնես երկնքից, այն ինչ որ շնորհքի գահից Հայրը ուզում է փոխանցի քեզ։ Մի անարգիր այն զենքը, որ Աստված մեզ տվել է։ Ամեն, եւ ոչ միայն ծառայության, ոչ միայն եկեղեցու մեջ, քո առօրյայում, կառուցիր այդ զոհասեղանը, երկի Տիրոջը, երկրպագի Տիրոջը։ Հիշում եք Պողոսն ու Շիղան, նորոն ասեց, հիշեց Պողոսի Շիղայի պատմությունը, Պողոսն ու Շիղան կոճղերի մեջ էին, բանտում էին, շատ հնարավոր էր, որ նրանց սպանեին հաջորդ օրը, բայց գրված է, որ կես գիշերին, ցավերի մեջ, որտև նախքան բանտը դնելը նրանց ծեծել էին նույնպես, եւ նրանց ոտքերն ու ձեռքերը կոճղերի մեջ էին, ցավերի մեջ, հիասթափված ու հուսահատված կարային լինեն, մարդկայնորեն, բայց ասում է կես գիշերին, Պողոսը բարձրացրեց իր ձայնը եւ սկսեց օրհնել Տիրոջը, սկսեց փառաբանել Տիրոջը։ Եվ Աստծո զորությունը իջավ։ Հիշում եք, Աստված որտեղ է բնակվում, իր ժողովրդի գովաբանության մեջ, Աստծո հասցեն, երբ որ Պողոսը բարձրացրեց Շիղայի հետ ձայնը, փառաբանությունը բանտի մեջ, գիշերվա կեսին, Աստծո փառքը իջավ, գրված է շղթաները նրանց արձակվեցին, բանտի դռները կոտրվեցին, պատերը շարժվեցին, Տիրոջ զորությունը իջավ, նրանք արձակվեցին, ոչ թե միայն նրանք մնացած բանտարկյալները, այո երբեմն քո երկրպագությունը ոչ թե միայն քո համար է լավ լինում, քո երկրպագությունից ուրիշներն են ազատագրվում, ուրիշներն են բժշկվում, Դավթի քնարից Սավուղն էր բժշկվում, սիրելիս, քո երկրպագությունից էլ ինչ որ մեկը կարա բժշկվի, ինչ որ մեկը կարա նորոգվի, բարձրանա, հաղթանակներ վերցնի, կառուցիր օրհնության հովիտը քո կյանքի մեջ, կառուցիր երկի երկրպագության ու փառաբանության զոհասեղանը քո կյանքի մեջ։ Ամեն, եկեք կանգնենք ոտքի։ Մենք երկնքում շարունակելու ենք երկրպագել Աստծուն։ Սա մի կոչում է, որ ես ու դու ունենք սկսած երկրից եւ երկնքում շարունակվելու է։ Հալելույա։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Գիտես, սիրելիս, կան հաղթանակներ, որի մեջ հենց այս զենքը պիտի օգտագործես։ Կան ճանապարհներ, որի մեջ հենց այս զենքը պիտի օգտագործես։ Հալելույա, հալելույա։ Ես գիտես հիշում եմ, որ երբ որ դեռ ծառայում էի փառաբանության խմբում, սկզբի տարիներին եկեղեցու,
Եվ շատ ժամանակ գալիս ենք փորձի, երբեմն դժվարություններ էր լինում, հա, եկեղեցական, կյանքում, անձնական, չգիտեմ, տարբեր, եւ փորձի ժամանակ Լիանային ասում էին նվագի։ Նվագում էր ու սկսում էինք երկրպագել, սկսում էինք բարձրացնել, եւ գիտես գալիս էր մի հատ ģերբնական մթնոլորտ։ Կարծես ամեն խնդիր, ամեն իրավիճակ այսպես փլուզվում էր։ Այո, կա հաղթանակներ, որ փառաբանությանդ զենքը պիտի բարձրացնես։ Հաղթանակներ կա սիրելիս, որ այո, միգուցե մեքենայիդ երկացանկը պիտի փոխես։ Միգուցե YouTube-իդ երկացանկը պիտի փոխես։ Գիտես, այս բաները խոսում են։ Դու ինքդ գիտես։ Բայց օգտագործիր ես զենքը։ Ամեն։ Ես հավատում եմ, որ այս խոսքը լսելուց հետո մեր փառաբանության ժամանակ մթնոլորտը ավելի զորավոր է լինելու։ Ես հավատում եմ, որ մեր փառաբանության ժամանակ անտարբեր մարդիկ էլ չենք ունենալու։ Իրար հետ խոսացող մարդիկ չենք ունենալու։ Հեռախոսի մեջ մտած մարդիկ չենք ունենալու փառաբանության ժամանակ։ Ամեն։ Հալելույա։ Եթե դու գիտակցում ես ինչ զորություն կա սրա մեջ, դու պետք է լուրջ տրամադրվես, որտեվ սա այն զենքն է, որ Աստված ինձ ու քեզ տվել է։ Փառաբանությունը պարիսպներ է քանդում։ Փառաբանությունը թշնամու զորությունն է քանդում։ Հալելույա։ Գիտեք, սատանան չի սիրում փառաբանությունը։ Նա ինքը գիտի դրա զորությունը, որտեվ երկնքում նա եղել է դրա մեջ։ Երկնքում նա եղել է օծված հրեշտակապետ, եւ նա եղել է դրա մեջ, բայց հիմա զրկված է դրանից։ Իսկ ես ու դու ունենք այդ հրաշալի պատիվը Աստծո առաջ նրան երկրպագելու, փառաբանելու, եւ նա գիտի դրա զորությունը, եւ շատ ժամանակ ուզում է գողանա քո երգը, քո սրտից։ Բայց Դավիթը Սաղմոսներից մեկում ասում է. «Զարթնիր իմ քնար եւ իմ սաղմոսարան»։ Ինքը դա իր երաշտական գործիքներն էին։ Դա իր երգերն էին, որ երբեմն թշնամին ստիպում էր մի կողմ դնել։ Այո, երբեմն թշնամին քեզ ստիպում է մի կողմ դնել, որտև այնքան հոգսերով ու խնդիրներով է լցնում քո սիրտը, որ երգի ու փառաբանության ու Տիրոջը գոհանալու սիրտ չես ունենում։ Բայց գիտես, այդ ժամանակ էլ Դավիթը ասում է. «Զարթնի իմ քնար եւ իմ սաղմոսարան, եւ ես կերգեմ Տիրոջը, եւ ես կերգեմ նրա փառքը»։ Քնարդ ու սաղմոսարանդ արթուն պահի սիրելիս քո կյանքում։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Սիրելի Հայր, շնորհակալ ենք, օրհնում ենք քեզ։ Այո, Տեր, տուր մեզ այդ հոգին երկրպագող, տուր մեզ այդ շուրթերը փառաբանող, երկրպագող, գոհացող Տեր, որովհետև դա քո հասցեն է։ Դու բնակվում ես քո ժողովրդի փառաբանության, երկրպագության, գովաբանության մեջ։ Եվ ես աղոթում եմ, Տեր, որ բարձրացնես ամեն մեկիս կյանքում անհատապես այդ ծարավը, փափագը, Տեր, քեզ երկրպագելու, քեզ մեծարելու, քեզ երգելու, անգամ դժվարության մեջ, անգամ խնդիրների մեջ, անգամ փոթորիկների մեջ, բարձրացնելու մեր սիրտը, մեր շուրթերը բացելու դեպի քեզ, որտև քեզանից է մեր օգնությունը, դու ես մեր ուժը, կարողությունը, դու ես մեր հաղթանակը ամեն թշնամիների առաջ, երբ որ զորքը շատությունով լինի, դու ես գնում մեր առջևից եւ պատերազմում ես եւ թշնամուն մեր ոտների տակ ես գցում, Տեր։ Շնորհակալ ենք, Հայր, շնորհակալ ենք, Հայր, շնորհակալ ենք, Հայր, որ դու տվել ես մեզ այդ զենքը, Տեր։ Շնորհակալ ենք, որ երբ որ երկրպագում ենք, երկինքը բացվում է։ Հալելույա, հալելույա։ Բարձրացրու երկրի վրա, բարձրացրու եկեղեցու մեջ երկրպագող ժողովուրդ, փառաբանող ժողովուրդ, Տեր։ Եվ թող մեր քնարը, թող մեր սաղմոսը, թող մեր երգը երբեք, Տեր իմ Աստված, անարգված չլինի, մի կողմ դրված չլինի, գողացված չլինի, թող թշնամին չկարողանա գողանալ մեր սրտի փառաբանությունը, օրհնությունը քեզ, այլ թող քո հոգին միշտ հիշեցնի մեզ,
որ դա մեր հաղթանակի ճանապարհն է, որ դա այն զենքն է, որ մենք ունենք։ Շնորհակալ ենք, Հայր, օրհնիր եկեղեցին։ Թող քո զորավոր ձեռքը, Տեր իմ Աստված, հասնի ամեն մեկին։ Հիսուսի անունով, Տեր, Հիսուսի զորավոր անունով, Հիսուսի անունով շնորհակալ ենք քո ներկայության համար, Տեր։ Փառքը ու պատիվը քեզ ենք տալիս։ Ամեն, ամեն, ամեն։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի քեզ, վերցրու ես խոսքը եւ կիրառի, գործի դի, սկսած այսօրվանից քո կյանքի մեջ։ Ու վստահ եմ, որ շատ վկայություններ ես ունենալու, եւ մենք լսելու ենք։ Ամեն։